Ազատության տաղավարում այս պահին հյուրընկալել ենք հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ, դաշնակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ հատկապես վերջին նորություններին ծանոթացնելու համար, հատկապես եղանակի տեսությանը, որտեղ վաղ այցելել ենք Սիսիան եւ Վայոց ձոր, կարևոր էր շատ։ Շատ լավ։ Պարոն Վարդանյան, ձեր երեկվա քարոզչական ելույթներից մեկի ժամանակ նշել եք, որ վերջին 20 տարում, մինչդեռ մյուս կուսակցությունները խոսում են բարեփոխումների մասին, դուք դանդաղ իրագործում եք այդ բարեփոխումները։ Ինչ նկատի ունեք, հաշվի առնելով, որ մինչև հիմա ընտրությունները նախորդում են արունալի դեպքեր։ Ո՞րն է այդ բարեփոխումը։ Եկեք երկու բան տարանջատենք։ Ինչ նկատի ունեմ մեր խոսքերը, ինչ ենք մենք ասել եւ արունալի դեպքերը, խոսենք նաեւ այդ մասին։ Նկատի ունեցել հետևյալը, եւ դա իրականություն է, որ դաշնակցությունը իր ամբողջ հայաստանյան գործունեության ընթացքում հետեւողականորեն առաջնորդվել է իր սկզբունքներով, իր նպատակներով, ծրագրերով, երբեք չի հրաժարվել դրանցից, շատ հաճախ չի կարողացել կարճ ժամկետներում դրանք իրականություն դարձնել, բայց ժամանակի մեջ հետեւողական աշխատանքի արդյունքում, ապացուցելու, համոզելու, փաստարկելու արդյունքում մենք ի վերջո եկել եւ հանգել ենք շատ այլ ուժեր եւ Հայաստանը այսօր հիմնական պետության առանցքային բոլոր ուղղությունները դաշնակցության առաջարկած ծրագրերն են։ Նկատի ունեմ օրինակ նույն խորհրդանական կառավարման համակարգը։ Դաշնակցություններ, որ դեռևս 90-ականներից հետևողականորեն գտնում էր ճիշտ, 20 տարի չէինք հաջողում, ի վերջո հաջողեցինք։ Դաշնակցություններ, որ 20 տարի եւ ավելի պայքարում էր մեծամասնական ընտրակարգի դեմ, եւ այսօր ունենք համամասնական ընտրակարգ, եթե հարց կլինի խոսենք նաեւ այս մասին։ Դաշնակցությունները, որ բարձրացնում էր ընդդիմության տեղը մեծացնելու, ընդդիմության դերակատարությունը մեծացնելու անընդհատ անկախ նրանից մենք իշխանություն էինք, թե ընդդիմություն, մենք մշտապես պահանջել ենք, որ ընդդիմությունը պետք է ունենա այնքան դերակատարություն, որ կարողանա հավասարակշռի զսպի վերահսկի իշխանությանը։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը, դաշնակցության պահանջով է նաև, որ սահմանադրության մեջ ամրագրված է խորհրդարանում ընդդիմությունը միշտ գոնե 33% ունենա։ Դաշնակցության պահանջով էր, որ տարիներ շարունակ մենք պահանջում էինք, որ պետք է ստեղծել հակակոռուպցիոն անկախ մարմին, որի իրագործումը այսօր մենք տեսնում ենք։ Եվ ես տասնյակ նման բաներ կարող եմ թելադրել։ Գիտեք, խնդիրը որն է։ Ես մի բան կարող եմ ասել, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մեզ, ձեզ, մեր քաղաքացիներին խոստանում են լույսի արագությամբ փոփոխություններ, լույսի արագությամբ ծրագրերի իրականացում, որ մի շաբաթ հետո, մի ամիս հետո մեր երկրում դրախտ լինեն, նրանք ուղղակի այս փուլում, նախընտրական փուլում առաջնորդվում են Բիսմարկի խոսքերով, որ ամենաշատ սուտ ասում են ընտրությունների նախաշեմին։ Կարևորը համոզումն է, որ դու ճիշտ սկզբունքներ ունես, որ դու հավատում ես դրանց եւ աշխատես այդ ուղղությամբ, աշխատանքով հասնես դրանց։ Ես կրկին ձեր կուսակիցներին մեջ բերեմ, նայեք ինչպես են նույն կուսակցության անդամներն իրարից ձայն խլում, կոկորտ կրծում։ Դաշնակցությունից ամեն մեկն ուզում է դաշնակցության համար ձայն բերել, սա գլխավոր միտքը չէր։ Այլ այն, որ դուք եք փաստում, որ հիմա այս ընտրակարգին անցնելուց հետո անգամ կուսակիցները միմյանց միջև են պայքարում։ Սա էր դաշնակցության ուզածը խորհրդարանական համակարգին անցնելով։ Ես տեսեք, որ սա 100% համամասնական համակարգի միանշանակ է եւ աշխարհի փորձի եթե դուք նայեք, մենք երկնքում չենք ապրում։ Աշխարհում բազմաթիվ երկրներում այս համակարգը գործում է։ Դաշնակցության ուզածը ավելին էր։ Մենք ասում ենք, եթե ռեյտինգային ուրեմն տեխնացուներ, ապա ամբողջ Հայաստանի մասշտաբով, ոչ թե ասենք հիմա 13 տարածքի բարագայում։ Ավելին ասեմ, երբ որ այս հարցերը քննարկվում էին, առաջարկություն կար, որ Հայաստանը ավելի փոքր մասերի բաժանվեր եւ ռեյտինգային տեխնացուներն ավելի, ասենք 20-25 ընտրատարածք լիներ։ Մենք պահանջում էինք ավելի փոքր, 8 էինք ասում, որ գոնե մեծ լինի ընտրատարածքը, որպես այդտեղ թաղային հեղինակությունը եւ այլը չկարողանա ազդեցություն ունենալ, բայց քաղաքականությունը ի վերջո կոմպրոմիս է։ Եթե դու մտածում ես, որ դու ինչ որ ասում ես, դի 100%-ով քո ասածը լինի, դա սխալ մոտեցում է։ Ի վերջո հանգեցինք սրան։ Ասել ենք եւ կրկնում ենք։ Այո, պետք է ռեյտինգային տեխնատություն, որովհետև սա մյուս կողմից ներքին ժողովրդավարության, ներկուսակցական ժողովրդավարության արտահայտությունը չի կարելի թույլ տալ, որ կուսակցության ղեկավարությունը ինքը ցանկը կազմի հերթականությունը եւ ասի ժողովուրդ, դուք ինչքան էլ ձայն տակ այս մարդիկ են պատգամավոր դառնալու։ Դուք քաղաքացուն հնարավորություն տաս, դաշնակցություն, քո ցանկում այս մարդիկ են։ Ես ընտրում եմ թե նրանցից ում եմ արժանի համարում պարլամենտ գնալուն։ Եվ ասել ենք նորից, աբսուրդ է, այո, որ այսօր պատգամավորության համար պայքարում են 1500-ից ավելի տեխնացուներ։ Հայաստանում
100, 120, 130 լավ իրական քաղաքական գործիչ պարլամենտում աշխատելու ունակ գործիչ դժվար է գտնել, բայց եթե 1500-ն են մասնակցում, պատկերացնում եք այդ խայտաբղետություն, այդ տարաբնույթություն, այդ մակարդակների հսկայական վերուվայրեջները, այս պրոբլեմը կա։ Մի կողմից ձեր ասածն է տրամաբանական պարոն Վարդանյան, իսկ մյուս կողմից էլ մենք արդեն ականատես ենք լինում, թե ինչպես են մարդիկ առաջադրվում իրենց, չգիտեմ, հարազատ գյուղի տարածքում, իրենց քաղաքի տարածքում եւ մարդը ընտրության է գնում ոչ թե կուսակցություն ընտրելու մտայնությամբ, այլ իր բարեկամին, իր հարևանին ձայն կրելու։ Այս էլ դաշնակցության առավելություններից կուսակցական դաշնակցության տարբերությունից եւ առավելություններից մեկն է։ Դուք ասացիք դաշնակցության տեխնացուների մասին, չէ՞։ Մեր տեխնացուների թե ռեյտինգային կան, ասենք Գեղարքունիքի մարզում ունենք 12 տեխնացու, 12-ի նպատակը մեկն է, իրենց բերած ձայներով միավորել դաշնակցությանը առավելագույն ձայն բերել, եւ իրենք իրար դեմ չեն պայքարում, չեն մրցակցում, ընդհակառակը օգնում են իրար։ Որովհետեւ մենք խոսում ենք բարեփոխումներից, ընտրական նոր օրենսգրքից։ Սա ձեզ դուր գալիս է, այսինքն կուսակցական համակարգի կայացմանը ուղղված քայլ է սա։ Տեսեք, եթե մենք ցանկացած համակարգի մեջ փորձենք միայն արատավորը սխալը գտնել, որը ունի իր մեջ, եւ դրանով գնահատենք համակարգը, դուք կարող եք ճիշտ լինեք, բայց էլ խորապես համոզված եմ, որ իդեալական տարբերակներ չեն լինում։ Սա մի փուլ է, որ մենք պիտի անցնենք, եւ սա այո օգնելու է կուսակցությունների քաղաքական համակարգի կայացմանը։ Դուք ինչու՞ մյուս օրինակը չեք բերում։ Ինչ էր կատարվում մինչեւ ընտրարշավը սկսվելը։ Հիմնական բոլոր դաշտում երևացող այսօր քաղաքական ուժերը փորձում էին միավորվել, չէ՞, փորձում էին դաշինքներ կազմել, փորձում էին նույնիսկ հակոտնյա տեսակետներ ունենալով, նախկինում ով հասցեին ինչ էր ասել, փորձում էին միավորվել, որպեսզի դաշինքով մասնակցեն, որպեսզի ուժ ունենան, չէ՞։ Սա էլ քաղաքական համակարգի կայացման բաներից մեկն է։ Վաղը ուղղակի հրաշալի կլինի, թողնենք այսօր ինչպես են իրենք միավորվել։ Հրաշալի կլինի, եթե նրանք վաղը դառնան, միավորվեն եւ դառնան մի կուսակցություն եւ գնան այդպես ընտրության։ Այո, սա էլ է առավելությունն է։ Եվ այստեղ է դաշնակցության նաեւ, երբ որ նայում ենք դաշտը, դաշնակցությունն է միակ առանցին մասնակցող կուսակցությունը իրականում։ Դաշնակցությունն է, որ անկախ ու ինքնուրույն է մտել ընտրապայքարի մեջ։ Եվ դաշնակցությունը այս ընտրապայքարին վերաբերում է որպես քաղաքական ընտրություն, իբրև կուսակցությանը տրվող ընտրություն։ Այլ բան է, որ ցավոք մենք չենք կարողացել մեր հասարակության մեջ եւ մեր քաղաքական մշակույթում ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ քաղաքական ուժին ձայն տան։ Տեսեք, կարևոր է այստեղ, Տաթև, վաղը մենք ունենում ենք խորհրդարան, որը 18 թվականից սկսած բոլոր հարցերը լուծվելու են խորհրդարանում։ Եվ ներքին, եւ արտաքին, եւ օրենսդրական, եւ սոցիալ-տնտեսական այլ մարմին չի լինելու, նախագահ չի լինելու, որից բոլորը կախված են։ Պարոն Վարդանյան, բայց եթե ընտրությունը կեղծիքներով է, նախ ընտրական շրջանը գոնե կեղծիքներով է առաջնորդվում, դուք ինքներդ խոսում եք կաշառքից եւ փողի բաժանելուց, արդյոք որակական տարբերություն կունենանք թեկուզ նոր համակարգի դեպքում։ Որակական տարբերություն կունենանք, եթե դուք իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս տարահում նստած 30-40 ձեր աշխատակիցները խոսեն մարդկանց հետ, ապացուցեն, որ սա քաղաքական ընտրություն պիտի լինի եւ դուք էլ այդպես առաջնորդվեք եւ քննադատեք, թույլ չտաք առավելագույնս մարդկանց մեր խնդիրը ինչ պիտի լինի։ Մարդկանց բացատրելը, որ այդ 5000 10000 դրամը, որ վաղը ձեզ տալու են, դա որևէ լավ բանի չի հանգեցնելու։ Բայց սա մյուսը բացատրեք մարդկանց, որ եթե պարլամենտում չեղան իրական քաղաքական կուսակցություններ, վաղը դուք սկսելու եք բողոքել այդ նույն պարլամենտից։ Իսկ որի քաղաքական կուսակցություններ ունեն, նայեք համեմատեք։ Այդ դեպքում պարոն Վարդանյան, ինչու դուք խոսում եք ընտրակաշառքի բաժանելուց, բայց անուններ չեք նշում։ Չունեք ապացույցներ, թե գլխացավանքի ավելորդ։ Դուք ամբողջ օրը խոսում եք ընտրակաշառքներից։ Մենք ցույց ենք տալիս, խոսում ենք։ Ի՞նչն եք ցույց տալիս։ Դուք ընտրակաշառք որևէ ցույց տվել եք։ Դուք ինչու անուններ չեք տալիս։ Դուք լրագրողներ եք, հետաքննությամբ էլ զբաղվում եք։ Այսինքն դուք ուզում եք, որ ես ասեմ, այսինչ մարդուն կաշառք է տվել, ես նման բան չեմ տեսել։ Դուք տեսել եք, դուք ասեք այդ մասին, դուք քաղաքացիների հետ, որոնք խոսում են այդ մասին։ Հիմա ես ձեզ եմ հարցնում։ Ես ձեզ հարցնում եմ, դուք խոսում եք քաղաքացիների հետ։ Որևէ քաղաքացի ձեզ ասել է, որ այսինչ մարդը ինձ ընտրակաշառք է առաջարկել։ Կուսակցության անուն տվել են, այո։ Եվ դա եթեր ենք հեռարձակել։ Գիտեք, ես հիմա այսօր մեր երեսարդական թևը դաշնակցության վաղվանից միսովանից կսկսի ակտիվ քարոզչություն ընտրակաշառքի դեմ, որովհետև այս երկիրը այդ երեխաների, երիտասարդների երկիրն է։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ այս վարժությունը, այս սովորությունը, բայց գիտեք, հասարակությունն էլ տարբեր է։ Եվ այդ նույն այդ մեր երեխաների տեքստի մեջ որ գրել են, հո դուք մեր թշնամիները չեք ձեր երեխաների, որ
ընտրակաշարք եք վերցնում, տվողը միշտ լինելու է, կարևորը չվերցնելն է։ Մենք հասարակությունը սա պիտի կարողանանք փոխանցել, բայց մենք իդեալիստ չենք, մենք գիտենք մեր հասարակության նաև տարաբնույթ լինելը, մեր հասարակության մի մասի իսկապես ոչ գիտակից ընտրություն կատարելը, ճնշումով կամ ընտրակաշարքով ընտրություն կատարելը, բայց մեր նպատակը մի բան պիտի լինի, որ ամեն հաջորդ ընտրության այդպիսի մարդկանց թիվը նվազի, ոչ թե ավելանա։ Սա մեր աշխատանքն է, քաղաքական ուժերի աշխատանքն է, լրատվամիջոցների աշխատանքն է, մտավորականության աշխատանքն է։ Մենք մեր գործը լավ չենք անում, հետո սկսում ենք բոլորին մեղադրել։ Հիմա անդրադառնանք ջրառատի դեպքերին, ես էլի մեջ բերեմ, դուք ասել եք կրկնության պարագայում ուղղակի պարտավոր են իրավապահ մարմիններն ամբողջությամբ բացահայտել նման գործերը, ինչու կրկնության պարագայում։ Ես չեմ ասել կրկնության պարագայում, եթե ես ասել եմ, որ ցանկացած նման դեպք խստորեն դատապարտելի է, ստվեր է գցում ամեն ինչի վրա, եւ ես ասել եմ, որ այո, իրավապահ մարմինների, ոստիկանության, քննչական մարմինների խնդիրն է բացահայտել մինչև վերջ եւ մեղավորներին պատժել։ Խոսք է գնում արդեն քրեական գործ հարուցելու մասին, բայց ինձ համար օրինակ տարօրինակ է, եթե կան դանակահարություն, կա հրազենի օգտագործում, կա, չգիտեմ, լոմով թև ջարդելու դեպքեր, ինչու է մեկ հոգի միայն այսօր կալանավորված։ Այո, դատապարտելի է, ինչու կրկնության դեպքում, ցանկացած նման դեպք դատապարտելի է մինչև վերջ, բայց ես մի բան էլ պիտի ասեմ։ Մենք մեր հասարակությունը գիտենք, մեր համայնքները գիտենք, ներքին խնդիրները գիտենք։ Հիշում եք դաշնակցության հետ էլ նման մի առիթ եղավ, արագ լռեցին։ Գիտեք, սա դարձնել մատի փաթաթան, որ որոշ լրատվամիջոցներ անում են գիշեր-ցերեկ եւ սա փորձել սրանով ամբողջը ջնջել, ամբողջը ստվերել, արդեն սա դարձնել ընտրությունները վարկաբեկող մի բան, սրան էլ ես համաձայն չեմ։ Այսօր անելիք ունեն իրավապահ մարմինները։ Այսօր ձեր ամբողջ հայացքը պիտի ուղղված լինի նրանց եւ նրանցից պիտի պահանջեք։ Դուք որպես դաշնակցության ներկայացուցիչ եւ ընդհանրապես դաշնակցության մասնամարսում կգնան ջրառատ քարոզչություն իրականացնելու այս Ես այսօր առաջարկել եմ մեր Արմավիրի ընտրատարածքի պատասխանատուներին, որ եթե նկատի ունենան դեռ վերջնական գրաֆիկը հստակ չի, նկատի ունենան նաեւ ջրառատը։ Նայեք, պարոն Վարդանյան, դուք ինքներդ Այսինքն ներողություն, դուք մտածում եք, որ մենք դաշնակցությունը կվախենա որևէ այդպիսի գյուղ գնալ, բացառված է, մոռացեք։ Եթե նույնիսկ գրաֆիկի մեջ չտեղավորվենք, անպայման այդ գյուղով անցնելու ենք, վստահ եղեք։ Լավ։ Փետրվարի 15-ին Արմեն Ռուստամյանը նշել է, որ մինչև հիմա երկիրը արատավոր համակարգի մեջ է եւ իշխանությունը դեմքեր են փոխվել, բայց իշխանության որակը չի փոխվել։ Սրան զուգահեռ դուք նաեւ նշում եք, որ համաձայնագիր է իշխանության հետ կնքված անժամկետ է։ Եվ Արծվիկ Մինասյանն իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ եթե դաշնակցությունը համապատասխան ձայներ հավաքի, ապա հնարավոր են կրկին համագործակցությունը հանրապետական կուսակցության հետ։ Ձեր կարծիքով իշխանության մաս լինելը եւ այսպիսի հայտարարություններ անելը ձեր օգտին է խոսում, այսինքն ընտրողը ձեզ ձայն կտա այս հայտարարություններից հետո հաշվի առնելով, որ դուք ինքներդ եք համարում, որ իշխանությունը արատավոր համակարգի մեջ է։ Որ ընտրողը։ Ընտրողները 100 հազարավորներ են։ Մենք այսօր իշխանության մաս ենք, իշխանության պատասխանատվությունը կրում ենք եւ այսօր մեր նաեւ ներկայությամբ մեր համաձայնագրով մեր երկրում որակական փոփոխությունների սկիզբ է դրված։ Կարծացեք մեր կարգախոսը նոր սկիզբ։ Պարոն Ռուստամյանի ասածը հետեւյալն է, որ մենք եւ դաշնակցության էական դերակատարությամբ մենք համակարգային փոփոխություն ենք արել։ 18 թվականին այլևս չի լինելու այնպիսի նախագահ, որից բոլորը կախված են, բոլոր հարցերը լուծելու են խորհրդարանում։ Եվ այդ փոփոխությունները քայլ առ քայլ ես վստահ եմ, որ առաջ են գնալու եւ կախված է նրանից, թե որքան ուժեղ կլինի դաշնակցությունը պարլամենտում։ Ես վստահ եմ, որ իշխանության մեջ մեր այսօրվա լինելը եւ մեր գործունեությունը եւ մեր սկսածը իսկապես ճիշտ ուղղությունն է, բոլոր հիմնական ուղղություններով դաշնակցության առաջնահերթություններն են դրված այսօր, մեր նախարարները համատեղ եւ կտեսնեք, որ իրենց ոլորտներում իսկապես լավագույնս են աշխատում, լավագույնս չասեմ, շատ լավ են աշխատում, արդյունավետ են աշխատում, ամեն մեկը կներկայացնի եւ իշխանության մեջ լինելը մեզ համար արած չէ։ Մենք գործ ենք անում, մենք աշխատում ենք եւ փոփոխություններ ենք անում։ Սա է, ուրիշները խոստանում են փոփոխություններ, մենք այդ փոփոխությունները անում ենք եւ ես դժվար եմ հասկանում, գիտեք, բան կա, մի քիչ բան չլինի, բայց ես որոշ քաղաքական ուժերի հայտարարությունները, որ ոչ մի դեպքում չենք համագործակցի, մենք 50% ենք հավաքելու, 51% ենք հավաքելու, 70% ենք հավաքելու, սա նույն բանն է, ինչ որ անում է մեկ այլ քաղաքական ուժ, որը մեր զոհվածների, մայրերի կամ խաղաղություն ուզողների բանի վրա է, լարի վրա է խաղում, որպեսզի ձայն հավաքի։ Քաղաքական ուժեր կան, որոնք
նույն բանը անում են այլ տարբերակով էլի ձայն հավաքելու համար։ Դաշնակցությունը երբեք ինչ ասեմ, ամբողջավար չի եղել, չի ասել մի բան, որի տերը չի։ Իհարկե շատ ու շատ հարցերում մենք դժվարությամբ ենք առաջ գնում, բայց առաջ են գնում, արդյունքները տեսանելի են։ Պարոն Վարդանյան, եթե ինքներդ եք ասում, որ երկիրը արատավոր համակարգի մեջ է, ինչ անել, ինչ կարող եք անել։ Սխալ եք ընկալել պարոն Ստայմանի խոսքը։ Պարոն Ստայմանն ասել է, մենք ունեցել ենք 3 նախագահ, 3-ից էլ դժգոհել ենք, մենք մշտապես ասել ենք, որ նախագահական համակարգը Հայաստանի համար սխալ է, պայքարել ենք խորհրդարանականի համար, եւ այդ արատավոր համակարգը այս էր, որ մենք փոխել ենք։ Իհարկե շատ բան դեռ չենք փոխել, սա սկիզբն է, կրկնում եմ, բայց մենք հիմա սկսել ենք երկրում որակական փոփոխություններ բոլոր ոլորտներում, եւ այդ բոլոր ուղղությունները դաշնակցության ծրագրերն են, առաջնահերթությունն են, որ տարիներ շարունակ նույն ասել ենք, վերցրեք համեմատեք։ Եթե մենք առիթնիկ խոսենք նաեւ կոնկրետ ուղղությունների մասին, բայց ես ձեզ ասում եմ, մենք այդ արատավոր համակարգը փոխելու էական քայլ ենք կատարել նախագահական համակարգը փոխարինելով խորհրդարանական համակարգի։ Եթե վաղը այնպես լինի, որ որևէ քաղաքական ուժ, արդեն մեր ընտրողները պիտի որոշեն, մեր քաղաքացիները, որևէ ուժ չունենա բացարձակ մեծամասնություն եւ իրապես կազմվի իրական կոալիցիա, ես վստահ եմ, որ բոլոր հարցերը, նաեւ արդեն պարլամենտն է միակ իշխանություն ձևավորող մարմինը, այնտեղ կլուծվեն արդեն քննարկումների, բանակցությունների, բանավեճերի, իրար համոզելու, իրար ապացուցելու միջոցով եւ չի լինի միանձնյա իշխանություն։ Արատավոր համակարգը միանձնյա իշխանությունն է։ Լավ, 2008-ի Լավ, այսինքն համոզիչ էր։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ 2008-ի կոալիցիոն համագործակցությունից հետո, հայ-թուրքական արձանագրությունից հետո դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, հայտարարելով, որ գաղափարական անհամաձայնություններ կան։ Արտաքին քաղաքական կուրսի առումով այս պահին դաշնակցությունն ու իշխող հանրապետականը ունեն գաղափարական տարաձայնություններ։ Այս պահին որևէ էական տարաձայնություն չկա։ Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը լուծվեց այնպես, ինչպես դաշնակցությունն ասում եւ իշխանությունը համոզվեց, որ մենք ճիշտ էինք։ Արցախյան հարցում այսօր մենք ունենք ապրիլյան պատերազմի շրջանը, որտեղ հիմնական խնդիրը վերահսկողական մեխանիզմներ առաջադրելն է, երանախագահների առաջարկած տարբերակները, որը Ադրբեջանը հրաժարվում է ցանկացած գնով, այս պահին էական տարբերություններ չկան, բայց մի բան էլ տեսեք, դաշնակցության տարբերությունը մյուս ուժերից, սա էլի ամենտեղ ասում եմ, սա էլ նկատի ունեցեք։ Դաշնակցությունը ներկա է իբրև քաղաքական ուժ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, այլև աշխարհի 30 երկրներում եւ ամենտեղ ինքը ինչ որ առումով նաեւ արգոս նախարարության դերակատարություն է կատարում մեր հայդատի հանձնախմբերով, փորձելով ամենտեղ ծառայել հայության շահերին եւ Հայաստանի եւ Արցախի շահերին։ Սա էլ մի մեծ առավելություն է։ Այնպես որ գիտեք, մի էական բան կա։ Մենք եղել ենք ընդդիմություն, արմատական ընդդիմություն, գիտեք, 90-ական թվականները, մենք եղել ենք իշխանության մաս, նորից ենք եղել ընդդիմություն, նորից հիմա իշխանության մեջ ենք եւ աշխատում ենք։ Մեր խնդիրները դրանից չեն փոխվում։ Մեր նպատակները դրանից չեն փոխվում։ Մենք չենք հարմարվում, մենք մեր նպատակներն ենք առաջ տանում։ Սա է դաշնակցության տարբերությունը։ Շատ լավ, պարոն Վարդանյան, եւ մի քանի կետով անդրադառնանք ձեր ծրագրին։ Առաջին ինչ աչք է զարնում, չկան թվեր կոնկրետ նշված, շատ հաճելի ծրագիր է, թե ինչ կլինի Հայաստանում, եթե դուք գաք իշխանության, բայց թվերի բացակայությունը կարծես մի տեսակ անվստահություն է առաջացնում, ձեզ սա չի մտահոգում։ Ես կարծում եմ թվերի առատությունը եւ մեծ թվերի առատությունը պիտի գիտակից մտածող քաղաքացու մոտ անվստահություն առաջացնի, երբ որ այլ քաղաքական ուժերի մոտ կարդում ես թվեր, որոնք բացարձակապես իրատեսական չեն, որոնք երբեք իրենք չեն լինելու իշխանություն եւ լինելը չեն կարողանալ, բայց այդ թվերը հրապարակում են։ Գիտեք, մենք շատ ավելի իրատես քաղաքական ուժ ենք, շատ ավելի մեր իրական վիճակը տեսնում ենք։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ իսկապես երկրում պիտի ամբողջը գույքագրում արվի, իրական պատկերը ունենանք եւ ծանր տնտեսական վիճակը նկատի ունենալով, ընտրական այս շրջանը նկատի ունենալով, պիտի մենք կարողանանք սկիզբ դնել տնտեսության զարգացման։ Այդ ուղղությամբ կտեսնեք մեր ծրագրում բազմաթիվ կետեր։ Տնտեսության զարգացման աճին զուգահեռ, ներդրումների աճին զուգահեռ, աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ, բայց աշխատողների շահերը պաշտպանելու զուգահեռ նաև մենք ունենանք իրավիճակ, որ քայլ առ քայլ այդ թվերը արդեն կերևան ոչ թե օդի մեջ անհասանելի, այլ այդ թվերը կդառնան ռեալ մեր յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, յուրաքանչյուր ընտանիքում։ Տեսեք, օրինակ ես կարդում եմ, անհրաժեշտ է վարել հայրենադարձությունը խրախուսելու ակտիվ պետական քաղաքականություն։ Լավ, անհրաժեշտ է։
կամ հայրենական արտադրողը պետք է զգա պետության աջակցությունն ու հովանավորությունը, պետք է, բայց այդ պետք են, օրինակ հայրենական արտադրողի աջակցությունը, այսօր այս նույն կառավարությունը, որի մաս ենք մենք կազմում, ունի ծրագիր, ինչպես անենք, որ այն ապրանքները, որոնք մենք ներմուծում ենք դրսից, բայց դրա Հայաստանում արտադրելու հնարավորություններ կա, նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ։ Սա կառավարության ծրագիր է, մեր կառավարության ծրագիրն է։ Հայրենադարձության հետ կապված։ Հիմա այսօր բոլոր քաղաքական ուժերը խոսում են այդ մասին, բայց մեծ մասը ասում են դաշնակցության տեսակետները, որ տարիներ շարունակ ասում ենք, ինչպես այնպեսի երկիր ունենանք, որտեղ հասարակությունը շատ ավելի բարեկեցիկ կլինի, շատ ավելի ազատ կլինի։ Մենք այս տարածաշրջանում միջավայրում կունենանք ուժեղ կազմակերպված պետություն, եւ ես վստահեցնում եմ, տեսեք Եվրոպայում ինչ է կատարում, Ռուսաստանում ինչ տնտեսական իրավիճակ է, անկախ ինչ է կատարվելու։ Վստահեցնում եմ, որ մենք մի օր կանգնելու ենք իսկապես լուրջ հայրենադարձության խնդրի առջև եւ դրան պիտի պատրաստ լինենք։ Ասեմ ձեզ, դուք գիտեք Մեսրո Արևելքը, գիտեք Սիրիան, գիտեք Դաշնակցության դերակատարությունը, այսօր նույն կառավարությունը եւ մեր նախարարի աջակցությամբ մտածում են էժան եւ արագ կառուցվող բնակարանային շինարարության մասին, որը կարող է անհրաժեշտ լինել հայրենադարձության նորալիքի պարագայում։ Սրա այլ կերպ չի կարող լինել։ Հայաստանը, ես 94 թվականին իբրև դաշնակցական գրել եմ, Հայաստանը պետք է ունենա առնվազն 5 միլիոն բնակչություն եւ իհարկե ժամանակ է դրա համար պետք։ Հիմա այսօր այս քաղաքական ուժերն են դրա մասում։ Նորմալ է։ Շատ ու շատ հարցերում, բազմաթիվ հարցերում դուք վերցրեք դաշնակցության 10 տարի առաջ ասածները եւ վերցրեք այսօրվա ընտրությունների մասնակցող կուսակցությունների ասածները։ Բառ առ բառ կրկնում են դաշնակցության ասածները։ Նույն Արցախի հարցի վերաբերյալ։ Երկու կետել եմ ուզում անդրադառնալ, մեկը կրթության մասին է, որ պետք է կրթության համակարգը ապահովի հայացի դաստիարակություն եւ միևնույն ժամանակ պատրաստի տնտեսական զարգացման եւ աշխուժ կարիքներին բավարարող մասնագետներ։ Եվ բնապահպանական առումով, որ բնական ռեսուրսները մթնոլորտը եւ այլն, բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար է պետք է բացառել դրանց անխնա շահագործումը։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել. կրթության նախարարը դաշնակցական է, բնապահպանության նախարարը դաշնակցականն է, ինչն է խանգարել դաշնակցությանը այս կետերը արդեն ներառել ծրագրում ոչ թե պետք էով, այլ որ արվել է։ Նորից պիտի կրկնեմ իմ ասածը։ Եվ Լևոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը նախարար են մոտավորապես 1 տարի եւ իրենց առաջադրած խնդիրները ճիշտ կլիներ, եթե իրենք հիմա այստեղ լինեին եւ ես մանրամասը բացատրեին, եթե դուք կարծում եք, որ 1 տարում այս գլոբալ խնդիրները պիտի լուծվեին, բնականաբար սխալվում եք, բայց որ գիտակցությունը կա եւ խնդիրը առաջադրված է եւ ես վստահ եմ, որ դուք գիտեք եւ Արծվիկ Մինասյանի եւ Լևոն Մկրտչյանի աշխատավոճը, այո, իրենց համար սա գերակայություններ են։ Հայեցի դաստիարակությունը, տեսեք, մենք հաճախ մոռանում ենք։ Դա ինչ է հայեցի դաստիարակություն ասված, ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ հայ մարդը Հայաստանում պիտի առաջնորդվի մեր ժողովրդի արժեքներով, մեր ժողովրդի մշակույթով, մեր ժողովրդի դարավոր կուտակած փորձով եւ ինքը իրեն լիարժեք հայ զգա։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է, ես նույնիսկ կարծում եմ։ Տեսեք, այսօր մենք խոսում ենք ռեյտինգային տեխնացուներից։ Արդյոք մեր 1500 ռեյտինգային տեխնացուները մեր մշակույթի, մեր փորձի, մեր ժողովրդի տեսակի կրողն են։ Արդյոք այսօրվա երիտասարդ սերունդը, իհարկե փայլուն երիտասարդություն ունենք, աներևակայելի նույնիսկ ես կասեի ժամանակակից ազատ մտածողությամբ ինքնուրույն անկախ, բայց արդյոք բոլորը ունեն այդ մշակույթի կրողն են, այդ տեսակի կրողն են, սա ով պիտի անի։ Մի այլ բան ասեմ, ձեզ ավելի պարզ բան ասեմ, նույնը վերաբերում է իհարկե բնապահպանության ոլորտին։ Վերցրեք նայեք կուսակցությունից շատերի քարոզչական նյութերը կամ բուկլետները, ցավոք ձեզ մոտ սև ու սպիտակ է։ Եվ վերցրեք նայեք դաշնակցությանը, որ տարիներ շարունակ մենք ինչու ենք փորձում սա անել ճաշակով, որակյալ մասնագետների միջոցով, որովհետև մարդը ձեռքը թուղթ է վերցնում։ Դա պիտի ճաշակ դաստիարակի։ Գեղեցիկ պիտի լինի, մարդուն պիտի հայկական մի բան տա։ Վերցրեք նախորդները քարոզարշավը։ Այսինքն դաշնակցությունը, որովհետև այս ժողովրդի տեսակից բխած կուսակցություն է, այս ժողովրդի մշակույթից բխած կուսակցություն է։ Մեր ժողովուրդը ուրիշ բան չի, 100 անգամ ասել եմ, մեր ժողովուրդը մեր մեծերի բոլոր ոլորտների մեր մեծերի ստեղծած ժողովուրդն է, այդ արժեքների կրողն է։ Մենք սրան պիտի փորձենք նմանվել, սրանով պիտի դաստիարակենք մեր երիտասարդներին, ոչ թե որևէ հայկականության հետ կապ չունեցող կամ ամենակ ժարգոնային կամ չգիտեմ ինչ որ դուք տեսնում եք նույնիսկ պատգամավորության տեխնացու ռեյտինգային ցանկերում։ Սա է տարբերությունը։ Իմ զրուցակիցը Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ, նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող եւ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն էր։